Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ շնորհավորել ձեզ, որ Երևանում այլևս օդը այնքան աղտոտված չի, ինչքան 2 օր առաջ։ Այո, քաղաքային իշխանությունները որևէ ռեալ միջոց չձեռնարկեցին եւ որևէ կերպ արդյունավետ աշխատանք չիրականացրեցին սեփական բնակչության առողջության զգալի վնաս տվող հարցը լուծելու համար, բայց Փառք Աստծո ունեցանք շատ ուժեղ կամի, որ այդ աղտոտված օդը մեր տարածքից տարավ։ Խորհուրդ եմ տալիս Տիգրան Ավինյանին այս տարվա իրենց նախատեսված հսկայական պարգևավճարները տալ քամում։ Կամ օրինակ քամում նշանակել քաղաքապետի տեղակալ, որտեղ այդ տեղակալը շատ ավելի արդյունավետ տեղակալ է, քան իր ունեցած մնացած բոլոր տեղակալները։ Իսկ դրանից զատ հիմա անցնենք ավելի կարևոր թեմայի, որին ուզում եի անդրադառնալ, ինչպես տեղյակ եք սիրելի հայրենակիցներ, ուրբաթ օրը Մայր Հայաստան խմբակցությունը ունեցավ իր հերթական հաղթանակը դատարանում։ Կարմիր գծերի չարաբաստիկ հարցը արդեն իսկ մեր օրակարգում է 2 տարուց ավել, այսինքն այն պայից երբ մենք դառանք առաջնային մանդատ կրող քաղաքական միավոր, դրանից հետո հենց առաջի թանկացումը 13-ից ավել անգամ ապօրինի թանկացումը կարմիր գծերի տեղի ունեցավ, մենք այդ որոշումը տարանք դատարան։ Դատարանում մեր շահերը ներկայացնում էր իմ ընկեր եւ գործընկեր Վահե Գրիգորյանը, ով շատ մեծ պրոֆեսիոնալ է իր ոլորտում եւ արդյունքները հենց դա ապացուցում են։ Մենք տեսնում ենք անվերջ հաղթանակներ, սակայն կա մի մեծ խնդիր, որի մասին ուզում եմ խոսել, դա այն է, որ գործող իշխանությունները իբրև պետական սուբյեկտ խոչընդոտում են արդարադատության իրականացմանը։ Հիմա կուզեմ մի քիչ մանրամասնել։ Ուրեմն տեսեք, ամեն տարվա դեկտեմբեր ամսին Երևանի ավականին սահմանում է մյուս տարվա տեղական տուրքերի եւ վճարների սահմանաչափերը։ 23-ից հետո, որ անցան 24 թվին, երբ որ թանկացումը տեղի ունեցավ, մենք անմիջապես տվյալ թանկացման որոշումը տարանք դատարան, պնդելով, որ տվյալ թանկացումը ոչ իրավաչափ է, այսինքն որ իրենք իրավունք չունեն նման կերպով բարձրացնել տեղական վճարի գինը։ Դրանից հետո տեղի ունեցավ մի երկար գործընթաց, 9 ամիս հետո մենք վերջապես ստացանք մեր հաղթական վճիռը եւ քաղաքային իշխանությունները առհամարելով այն փաստը, որ բողոքարկելու իրավունքը դա անձի իրավունքն է եւ պետությունը չպետք է չարաշահի այդ իրավունքը, որովհետեւ աբսուրդային է տեսնում ես պետություն, որը ինքն իր իսկ դատարանի կայացրած որոշումները անընդհատ բողոքարկում է։ Բյուջեի թվերը եթե ստուգենք 24, 25, 26 թիվ, տեսնում ենք մի պարզ պատկեր, որում որ ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները ամեն տարի բարձրացնում են բյուջեով այն գումարը, որը որ նախատեսել են իրենց դեմ կայացրած դատարանի հաղթական որոշումները բողոքարկելու համար։ Սկզբում 150 միլիոններ, հետո դառավ 180 միլիոն, հիմա 195 միլիոն, ամեն տարի բարձրանում է։ Այսինքն Տիգրան Ավինյանը չի ուզում անի հետևություն, որ իրենց աշխատանքի իրավական առումով շատ անփույթ եւ սխալ է եւ ապօրինի է եւ իրականացնել սեփական սխալների ուղում։ Դրա տեղը նրանք նախընտրում են պարզապես անընդհատ բողոքարկել, մինչեւ կընկնի մի նիկոլական դատավորի ձեռք եւ իրենց ուզած վճիռը տեղի կունենա։ Հիմա 24 թվի դատական վճիռը մենք ստացանք, հաղթեցինք, իրանք դա բողոքարկեցին, 25-ին ստացանք, եւս բողոքարկեցին եւ ինչ էր տեղի ունենում, սիրելի հայրենակիցներ, այն էր տեղի ունենում, որ դատարանը ի սկզբանե ասեց, որ Տիգրան Ավինյանի ստորագրությամբ լիազորված անձը իրավասու չէ դատարանում ներկայացնել Երևան քաղաքի ավականին իբրև սուբյեկտ, այդ իսկ պատճառով 24 թվի մեր հաղթանակած վճիռը, երբ որ նրանք տարան վերաքննիչ եւ վճռաբեկ, վերադարձ ստացան։ Եվ միտումնավոր, սա շատ կարևոր է, միտումնավոր այս մարտիկ այդ լիազորագիրը չհանեցին այդ պահին։ Իրանք հասկանալով, գիտակցված, որ կա տվյալ խնդիրը, այդ խնդրի շրջանակներում մաքսիմալ ժամկետը օգտագործեցին, տարի կես, 2 տարի անցավ, նոր որ արդեն հասկացան այլ տարբերակ չկա, գնացին ստացան այդ լիազորագիրը, բնականաբար չզեկուցվող հարցով քվեարկեցին, անցկացրեցին եւ արդեն իսկ հիմա այդ լիազորագրով կրկին որ 25 թվինը տարան վերաքննիչ, կրկին պարտվեցին։ Դատարանը որոշել է վճիռը թողնել անփոփոխ։ Ինչն է հետաքրքիր, մեր դատական ստրուկտուրան այնքան եւ համակարգը այնքան լավ եւ արդյունավետ է աշխատում փակագծերի մեջ, որ 24 թվի հաղթանակած վճիռի վերաքննիչի ընթացքը սկսել է ավելի շուտ, քան 25-ինը, բայց 25-ի պատասխանը ունենք, իսկ 24-ինը առ այսօր չունենք։ Այսինքն մենք ապրում ենք մի պետության մեջ, որտեղ որ դատական համակարգը միշտ գործում է ի վնաս ընդդիմադիրներին։ Այսինքն մենք ու գիտենք բոլորս, թե հոգևորականների, թե մնացած քաղաքապետարների գործերով գիտենք, որ կան կամակատար դատավորներ, բայց այո, նաև գիտենք, որ կան արդար դատավորներ եւ
Մայր Հայաստան խմբակցության վախտը բերել էր վարչական դատարանում 2 գործով էլ կոլեգիալ նիստերում 5-5 վարչական դատարանի դատավոր կայացրել են արդար վճիռ, որը քաղաքային իշխանությունը թույլ չի տալիս, որպեսզի ստանա օրենքի ուժ, որտեղ օրենքի ուժ ստանալու պարագայում նրանք պարտավորված են լինելու վերադարձնել ամբողջ գումարը քաղաքացիներից, այսինքն 1.4 միլիարդը, որը նրանք գողացել են քաղաքացիներից, իրենք փաստացի հիմա ամեն ինչ անում են, որպեսզի չվերադարձնեն։ Մոտեցումը մեր հետևյալն է, պետք է հիշեցնենք մեր քաղաքացիներին, որ Երևանցին ՔՊ հանրապետություն իշխանություն Երևան քաղաքի համար չի ընտրել, դա բացառապես տեղի է ունեցել մանդատակողության արդյունքում։ Այն քաղաքական միավորի ղեկավարը, որ ՔՊ-ին եւ ոչ միայն ամեն ինչ հայոյելով եկավ, ստացավ այդ 10 մանդատը կամ 6 մանդատը, այդ մարդիկ ճամբարափոխություն արեցին եւ արդյունքում Տիգրան Ավենյանին սարքեցին քաղաքապետ, հետո նաեւ քվորում ապահովեցին, որպեսզի այս բոլոր ապօրինի թանկացումները տեղի ունենան։ Հիմա ո՞րն է մեր դիրքորոշումը, սիրելի հայրենակիցներ։ Այս դեկտեմբերին կրկին լինելու են իսկ ամսի 23-ին, որով որ կրկին տեսնում ենք, որ ՔՊ-ն անտեսում է դատարանի արդար վճիռների եւ կրկին բերում է այդ նույն թանկացած սահմանաչափերով ավտոկայանատեղիների վճարման գինը։ Միակ լուծումը դա տվյալ նիստին չմասնակցելն է, այսինքն տվյալ նիստին մասնակցելը խնդիր չէ, խնդիրը տվյալ հենց նախագծի քվեարկությանը քվորում չապահովելը, այդ իսկ ձևով ցույց տալ, որ մենք դեմ ենք այս թանկացմանը եւ այս ապօրինությանը, այսինքն եթե մենք ապրում ենք մի պետության մեջ, որտեղ որ A իշխանությունը որպես սուբյեկտ բերում է մի նախագիծ, որում կա ապօրինի թանկացում եւ B ընդդիմությունը որպես սուբյեկտ դատարանում պաշտպանում եւ ապացուցում է, որ Երևանցու գումարը գողանում են, եթե իրենք հետո այս բողոքարկման կեղծ օրակարգով անընդհատ հետ են գցելու մեր վճիռը, ապա մեր առաջարկը հետեւյալն է. բոլոր այն քաղաքական խմբակցությունները եւ անձինք եւ անհատները, ովքեր համարում են իրենց ընդդիմադիր, չպետք է մասնակցեն տվյալ հարցի քվեարկությանը, որպեսզի նոր այդ թանկացած սահմանաչափերը չանցնեն, որովհետև 25 թվինը, որը որ մենք ունենք այս պահին, արդեն վերակնիչնել հաղթեցինք, առավելագույնը մի քանի ամսվա ընթացքում մեր փաստաբաններն ասում են մաքսիմում 6 ամսվա ընթացքում նաև կունենանք վճռաբեկի պատասխանը, որի արդյունքում ժողովուրդ ջան, դուք արդեն իրավունք ունենաք գնալ սկզբում քաղաքապետարան, ցույց տալ ձեր վճարման թուղթը, որ դուք վճարել եք ապօրինի սահմանված ավտոկայանատեղիների գնի համար, դրանից հետո նրանք պարտավորվելու են վերադարձնել ձեր գումարը։ Եթե որևէ կերպ նրանք այդ լեկտիությունը անեն եւ մերժեն ձեզ, ապա դուք գնում եք դատարան, ներկայացնում եք ձեր վճարման կտրոնը, ներկայացնում եք քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը, որում նա մերժում է ձեզ հատուցել ձեզանից գողացված գումարների համար, եւ դրանից հետո արդեն դատական որոշումով դուք կստանաք ձեր գումարները։ Սա խայտառակություն է, սա պետությունը պայքարում է արդարադատության դեմ, պետությունը պաշտպանում է իշխանությանը, պետությունը չի պաշտպանում Երևանցուն, չի պաշտպանում սեփական քաղաքացիներին։ Ի վերջո կարմիր գծերը միայն երևանցիների խնդիրը չէ, գիտենք, որ մեր պետության շարժի մեծ մասը տեղի է ունենում մայրաքաղաքում եւ նաեւ մեր մարզերի հայրենակիցները գալիս են Երևան եւ կրկին պետք է օգտվեն պարկինգից։ Ուզում եմ հիշեցնել, որ դատական որոշումով դատարանը արձանագրել էր, որ քաղաքային իշխանություն, այսինքն տեղական ինքնակառավարման մարմին, այս դեպքում Երևանի քաղաքապետարանը եւ ավականին իրավունք չունեն որևէ տեղական վճար սահմանել տվյալ ծառայության ծախսերի շրջանակից դուրս։ Այսինքն ինչքան որ նստում է տվյալ ծառայության տրամադրումը պետության վրա, ուղիղ այդքան գումարը նրանք պետք է հավաքեն քաղաքացիներից։ Մինչև թանկացումը արդեն իսկ 12000 դրամ սահմանաչափով քաղաքապետարանը հավաքում էր պետքական գումարի կրկնակին, այսինքն մեր պաշտոնական հարցման, թե կարմիր գծերի ծառայության տրամադրման ինչքան գումար է հատկացվում, ինչքան է ծախսվում, 420-450 միլիոն դրամի մասին է խոսքը, իսկ մինչև թանկացումը, այսինքն 12000 դրամով արդեն իսկ նրանք հավաքում են 920-960 միլիոն դրամ, որը ամբողջապես բավարար է ծառայությունը պատշաճ տրամադրելու համար, այսինքն մենք գործ ունենք իշխանության հետ, որը պարզապես թալանում է սեփական ժողովրդին, եւ դրանից հետո երբ որ դատարանը հաստատում է ընդդիմության պնդումը, որ տվյալ թանկացումը եղել է ոչ իրավաչափ եւ ապօրինի, քաղաքացիական պայմանագիրը պարզապես զբաղվում է քաղաքական պատոշությամբ։ Առ է համարում թե դատական որոշումը, թե արդարադատությունը եւ ամենակարևորի սեփական բնակչության իրավունքները։ Այդ իսկ պատճառով ժողովուրդ ջան, պահանջատեր եղեք ձեր իրավունքների համար, իմացեք, որ որևէ մեկը, ով մասնակցի տվյալ քվեարկությանը, չի հանդիսանում ընդդիմություն, այլ ծառայում է Տիգրան Ավենյանի եւ իր խմբակի շահերին, եւ այսուհետ զգուշ եղեք ձեր քվեն տալուց։ Իմացեք, որ ձեզ պետք են բարեխիղճ,
համախմբված, գաղափարին նվիրված քաղաքական մարտիկ եւ միավորներ, որոնք մինչև վերջ թե դատարանում, թե փողոցում կանգնած կլինեն դեր շահերի համար։ Եվ երբ որ մարդ փաստացի ամենավատ բարերով հենց ձեռք է բերում այդ ռեսուրսը եւ այդ ռեյտինգը, որ ստանա ՔՎ, հետո այդ ՔՎ-ն ուղղակի փոշիանում է եւ գնում է նիկոլականներին, պետք է հասկանալ, որ պետք է ավելի խոր ուսումնասիրել քաղաքական դաշտը եւ ամեն մեկին ձայն չտալ, որովհետեւ արդյունքում կարող է լինել մի վիճակ, որ դուք ձեր ատելությունը դրսևորում եք ձեր ՔՎ-ով հականի կողմ, բայց փաստացի վերջում ստանում եք մի իրավիճակ, որ այդ ատելության ԿՎ-ն վերջում տալիս է սերտ եւ կոմֆորտ Տիգրան Ավինյանի քաղաքական խմբին, որը բացառապես զբաղված է կոռուպցիայով եւ թալանով եւ ամեն կերպ անտեսում է ձեր եւ մեր բոլորի իրավունքները։ Լավ որ ձեզ սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք Երևանի փողոցներում, խնդրում եմ մաքսիմալ տարածել այս վիդեոն, խոսել այս խնդրի մասին, որպեսզի մեր երևանցիները, մեր բնակիչները իմանան, որ դեկտեմբերի 23-ին տեղի ունենալու հավաքանունից եւ ցանկացած հավաքանու անդամ, որը կնպաստի քվորման ապահովմանը հենց կոնկրետ այս նախագծի վերաբերյալ, ապա այս անձը ծառայում է Նիկոլ Փաշինյանին, Տիգրան Ավինյանին, Հանրապետության կուսակցության եւ առասարակ գործող իշխանության։ Լավ օրձես։